Բարև ձեզ ընկերներ, մարդ կծնվի ու գաբրի մի անգամ, մարդ ծնվելուց ետ կգիտակցի իր ազգությունը, գրոնքը և այդ ընտանիքին իր ազգի, հավատքի, թեմ իր ունեցած բարդականության մասին Ավել բագաս խոսելու բեք չունեմ, հայ ենք, գիտենք մեր հավատքը, մեր ազգությունը, այո, շատ մարդիկ կան չգիտեն, ինչի համար են ծնվել, ինչ են ծնվել, ինչի գտավան են և այլն։ Ես գադարել եմ որպես հայ, որպես քրիստոնյա իմ բարդականությունը 14 տարեկանից մինչև այսօր 50 տարի, 14 տարեկանից ես էլ եմ զարմանում իմ վրա, որ 50 տարի անցել է այդպես գեստար, զենքը գլխիս տակ սարքել եմ բարձ, նվիրվել եմ, ծառայել եմ ազգիս հայրենիքիս, որովհետև ես պատկամ եմ ստացել Սփյուռքում այն մարդկանցից, ովքեր եղեռնից վերապրողներ էին։ Դրանց մեջ էր նաև իմ սեփական հայրը, ով ծնվել էր 1912 թվականին, 3 տարեկան եղել էր եղեռնի ժամանակ։ Ինձ պատկամել են, որ ծառայեմ, օգտակար լինեմ ազգիս հայրենիքիս, գրոնքիս, քրիստոնեական, ապրեմ այնպես, որ իրենց վրեժը լուծեմ, իրենց ցավը տետևացնեմ, և ես այդպես հավատարիմ նվիրվեցի, ապրեցի, ես ազատագրեցի Արցախը, ավելի ճիշտ ես ազատագրողներից մեկն էի, իմ բաժին ինչ որ բարդականություն ունեի գադարել եմ, այսօր 63-64 տարեկան, ինչպես ասի, 14 տարեկանից զենք եմ բռնել, Լիբանանի պատերազմից, բացի պատերազմից նաև ընդդադակյա հայտարարի համար զինվոր եմ եղել և այլն։ Այս ամեն ինչը մեկ կողմ անցել է 50 տարի, շուտով կլինի 50 տարի, մի քանի ամիս ետ, գեստար։ Եթե ես այդ նույն զոհաբերությունը անեի լինելով ուրիշ ազգի զավակ, երևի այդ ազգի, այդ հայրենիքի հերոս լինեի։ Դե, հայ ենք մենք։ Մի հատ վետրոյա, վերևի գլցնես, արյուն, կրդինք, զոհաբերություն, այդ վետրոյի դագը ձագ է ու ամեն ինչ կգնա։ Այդպես եղել է թարերով, ովքեր եկել են, ովքեր գնացել են, ովքեր ինչ արյուն ու կրդինք տապել են, սաղ իզուր գնացել է։ Ապրեցի իմ կյանքս, ես չգիտեմ ինչքան թերևս կապրեմ, նորից եմ ասում, ես արել եմ այն ինչ որ իմ ուսերին պատկամ կար, բարդականություն կար, գադարել եմ ու հաջողությամբ գադարել եմ, ինչ անեմ, որ աբերախտ ժողովուրդը դավաճանելա, իմ արյունը կրդինքը իմ ու իմ ընկերներին վատնել են, շնչել են, հետ այսու ես ուզում եմ իմ կյանքի վերջի մի քանի տարին հանգիստ ապրել, էլի զինվոր եմ, էլի Աստված չանի, որ պետք եղավ ես էլի կլինեմ առաջնակցում,
բայց առաջվանը չեմ գարա առաջվա նման այն ինչ որ երդասարդ տարիներիս արել եմ անեմ, բայց էլի գանեմ ինչ որ գարամ, թասալիկ չեմ էլ սպիտակ տրոշակ բարձում, բայց մի բան ունեմ, բատկամ ունեմ, այսօր ես ինքս բատկամ ունեմ, ինչպես եղերնից ազատված այդ սերունդը ինձ բատկամ են դվել, այսօր ես ցեզ եմ բատկամ դալիս, ես արել եմ իմ բաժինը, հետ այսու իմ բայկարի տրոշը, չահը և զենքը փոխանցում եմ նոր սերունդին, փոխանցում եմ ցեզ, իմ վրա հույս չտնեք, իմ սերունդի վրա էլ հույս չտնեք, մեկի ոտքը գա, մույսի ցերկը չգա, մեկը արդեն մահացած է, մույսը մահանալու վրա է, մեր սերունդը արել է ինչ որ կարող ենք, արել ենք, հաղթել ենք, տվել ենք, որ արժեքը չեք իմացել, այդ արդեն ծեր և հաջորդ սերունդների գիտակցության, թադողության գտողնենք։ Ես խոսեմ իմ մասին, ես էլ առաջվա Շահե Աջեմյանը չեմ, ես նարիկս մեծանում է, առողջությունս օրեօր անգում է ունենում, ես փոխանցում եմ իմ բայկարի տրոշը, զենքը, չահը նոր սերունդին, ցեզ դեսնեմ, այն ինչ կամ մենք ազատագրեցինք, դուք ավելին ազատագրեք, այն ինչ մենք ազատագրեցինք ու աբերախ ժողովուրդը այնպես արեց, որ գործնենք, հետ բերեք, մի հատ հին երգ կա, որ ասում է հայձեր ու գցու բծերին լալով խնդրում էր հայրենիքի ազատություն դեսնելու մերնին, հիմա ես եմ երկում այդ երգը, արեք, ինչ կարող եք արեք, փրկեք Հայաստան, ես մի ժամանակ մի անգամ փրկեցի, ու ինձանից առաջ հազարամյակներով, ովքեր փրկել են Հայաստանը, ինձանից առաջ նորից այսօրվա նման թավաջաններ եկել են, զախել են Հայաստանը, թավաջանել են Հայաստանը, դե պատմությունը շարունակվում է, ես իմը արել եմ, իմ տրոշը, նորից եմ ասում, տրոշը, չահը, զենքը փոխանցում եմ նոր սերունդին, շարունակեք մեր սուրբ գործը, շարունակեք իրական հայրենասեր ելնելը, շարունակեք հող ազատագրելը, շարունակեք ազգը բազմացնելը, շարունակեք հայրենիքը բահելը, ես իմը արեցի, սխալ չհասկանաք, սպիտակ տրոշակ չեմ բարձում, ուղղակի այսպես մի քայլ, մի ոտքս, մի քիչ ետև քաշելով, ուզում եմ դուք առաջ ընկնեք, ընկեք առաջ, ես էլի ձեր կողքն եմ, աջ կողմը, ցախ կողմը, հետևը, պետք եղած ժամանակ առջևը, գործ ունենք անելու, զերոյից սկսելով, հայրենիքը փրկելու, բայց ափսոսում եմ, որ էլ երդասարդ չեմ, երդասարդների ցեզ վստահում եմ, հավատում եմ, ինչպես ասել են և ինչպես գասվի Հայաստանը միշտ իր պաշտպանները ունի, եղեք Հայաստանի պաշտպան, մինչև այն ժամանակ իմ վերջի շունչ, որ իմ աչքը գտնա, ցերկս չի թողա, ես զենք կբռնեմ, ցեր կողքին եմ, այդքանը, ուրիշ բան չեմ ուզել ասել, փոխանցում եմ իմ բայկարը, տրոշը, շահը, նոր սերունդին, ցեզ դեսնեմ նոր հաղթանակներ ու աչքս փակեմ գնամ հավիդենական, լավ մնացեք, սիրում եմ ցեզ, սիրում եմ բոլորիդ, սիրում եմ իմ հայրենիքը, սիրում եմ իմ ազգին,
իմ եկեղեցուն, սիրում եմ ինչ-որ հայկական է, լավ մնացեք, համբուրում եմ բոլորիդ, համբուրում եմ բոլորիդ։